Arkasուն Աստված օրհնի ձեզ շատ, կարող եք նստել, ասեն, որ կարոտել եմ բոլորիդ, սիրում եմ շատ, ինձ որ ասեն, որն ամենալավ եկեղեցին, ասում եմ Իջևանի եկեղեցին։ Իրականում շատ հրաշալի է քայլել Աստծո մեջ, գնալ Աստծո հետևից եւ կյանքիդ մեջ մեծարել Տիրոջը, փառավորել Տիրոջը։ Դա պատիվ է, որ Աստված ամեն մեկիս արժանացրել է այդ պատվին։ Եվ ուզում եմ ասել, որ երբ որ Հովիվ Վանիկը ասեց, որ մի սպարտիվնի սունկայով եկա, այո, եկա, բայց ուզում եմ հիշեմ եւ հիշեցնել ձեզ նույնպես, որ ես այդ ժամանակ 27 տարեկան էի։ Ով աստեղ, որ 20 անց տարեկան, բարձր մինչև 30, 20-ից 30 տարեկանները թող ձեր բարձրացնեն։ Ես 27 տարեկան էի, երբ որ Աստված ուղարկեց Իջևան։ Եվ ինչքան էի, 40, քանի։ Չէ, 42 էի, որ, հա, հիմա 46 եմ, 4 տարի հանած, 4, հա, 42 էի, որ Իջևանից գնացի, բայց ասեմ մի բան, որ երբեք իմ մեջ նվիրման հետ կապված ոչ ինչ չի փոխվել, ընդհակառակը, ամեն բան ավելի է շատանում նվիրման հետ կապված, որովհետև մենք քանի ապրում ենք, քանի ճանաչում ենք ու հետևում ենք Տիրոջը, այնքան հասկանում ենք, ինչքան չենք ճանաչում Տիրոջ, ինչքան կարիք կա, որ մենք ավելի խորքային ու ավելի շատ նվիրված լինենք Տիրոջը։ Եվ գիտեք, նվիրումը այնպիսի մի բան է, որ դա մարդու որոշումն է։ Երբեք Հիսուսի կյանքը երբեք ոչ մեկ չվերցրեց։ Հիսուս իր կյանքը դրեց։ Եվ Հիսուսը ինքը ասում է, եթե մեկը կամենում է իմ ետևից գա, ինքը չի ասում, ես կվերցնեմ ձեր կյանքը։ Ինքը ասում է, եթե մեկը կամենում է, մարդը ազատ կամք ունի, Հիսուսին հետևելու թե չհետևելու, ինչ որ մի բան անելու թե չէ։ Եվ Աստված մարդուն ստեղծել է հենց այդ ազատ կամքով, եւ ամեն մի բան մեր կյանքում ինչ որ կատարվում է, մենք վերջի վերջո մեր կամքը որոշում է կայացնում, մեր կամքը դրսևորվում է, նոր մենք այդ բանը անում ենք։ Ու Հիսուսին հետևելը դա ազատ կամքի որոշում է, բայց գիտեք, մի որոշում այնպես չի, դա մի որոշում է, որ էլ հետ վերցնել չկա, որովհետև դա նվիրել է կյանքը։ Ով է իր ծնունդին նվեր ստացե հեչ, իր կյանքի մեջ հեչ նվեր ստացե, բոլորըդ։ Պատկերացնում եք, երբ որ նվերը տալիս են ձեզ, նվեր տվողը մինչև քեզ փոխանցել է դա իրանն է, չէ՞։ Բայց դադարում է այդ նվերը նվեր լինելուց, այդ նվերը իրենը լինելուց այն վարքյանից, երբ որ հայտնվում է քո ձեռքերի մեջ, երբ որ նվիրվում է քեզ։ Դրա համար Աստծո խոսքը մեզ ասում է, դուք այլևս ձերը չեք։ Մենք էլ մերը չենք։ Մենք ումն ենք։ Որովհետև այո, մենք մի որոշում կայացրեցինք, դա մեր որոշումն էր։ Մեր կամքով նվիրեցինք մեր անձը Հիսուսին։ Եվ նա մեզ գնեց իր սուրբ արյունով։ Եվ գիտեք, դրանից հետո Հայր մեր աղոթքը, երբ որ մենք ասում ենք լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, դա չի նշանակում լինի քո կամքը օրը մեջ իմ կյանքում։ Մի օր ապրում եմ իմ համար, մի օր ապրում եմ, մենք ապրում ենք ամեն օր, ամեն ժամանակ Տիրոջը կամքի մեջ լինելով։ Դա մարդու որոշում է։ Ապրի Աստծո կամքով եւ հետևի Տիրոջ կամքին։ Այնքան կարևոր է, որ դու լինես մեկը, որ նվիրված կլինես Աստծուն միշտ։ Եվ այդ նվիրումը, գիտեք, նվիրումը այնպիսի բան է, որ ժամանակ առ ժամանակ նորոգել է պետք։ Նվիրման մեջ, որովհետև դա ուխտի հետ է կապված, Աստծո խոսքն էլ ասում է նորոգիր ուխտդ։ Շատ տեղերում կա, որ նորոգության կարիք ունի։ Նորից ու նորից հիշենք այն, ինչ որ Հիսուսն արել է մեզ համար, եւ դա մեզ նորից ու նորից մեր սրտերի մեջ բարձրացնում է այն սիրո գիտակցումը, որ մեր նկատմամբ Աստված ուներ։ Ամեն։ Նա սիրեց ու իր կյանքը մեզ համար տվեց։ Եվ երբ որ մենք այդ սերը ճանաչում ենք, մենք էլ չենք ուզում հեռու լինել այդ սիրուց։ Մենք ուզում ենք այդ սիրո մեջ ապրել, որը Աստծո սերն է։ Ես այսօր ուզում եմ մի հետարքիր
քարոս ոնց որ ասած ձեզ տալ, որը որ վերնագրել եմ այսպես Աստծո նվիրման մասին է եւ Աստծո նվիրումից ետ մի քաշվիր։ Աստծո նվիրում Աստծուն, բայց մարդիկ կան, որ կարան ետ քաշվեն այդ նվիրումից, կանգ առնեն։ Որովհետեւ եթե նվիրում, հիշում եք նվերի օրինակը, որ ասեցի, դադարում է նվեր տվողին լինի, ինչեւ որ հայտնվում է ստացողի ձեռքերի մեջ, էլ արդեն քոնն է, երբ որ դու ստացար։ Պատկերացրեք, մենք մեզ նվիրել ենք, էլ մենք մերը չենք, ու մի օր գանք ասենք նվերդ կտաս։ Պատկերացրու քո նվերը մի օր գան ասեն կտաս նվերը։ Այն ինչ որ տվել եմ հետի նորմալ ու ճիշտ չի, չէ։ Չի եղել, չէ, որ նվերը տան հետո կռվեն ասեն դե նվերը տուր։ Եթե մարդիկ էլ այդպես անեն, բայց միևնույնն է դա սխալ երևույթ է։ Որովհետև այն ինչ որ նվերը ուտրվում է, դա դադարում է տվողինը լինելուց։ Այն ժամանակվանից երբ որ տվել է։ Ու պատկերացրեք, որ քրիստոնեության մեջ շատ անգամ մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր որ նվիրում են իրանց անձը Հիսուսին, բայց մի օր ասում են այդ նվերը էլ չեմ ուզում, ինձ հետ տուր։ Երեք Աստված զորով ստիպելով մարդուն չի պահում։ Աստված նորից եմ ասում, այդ ազատ կամքի որոշումը, ազատ կամքով է նվիրումը լինում։ Եվ մենք գիտակցում ենք, որ մենք անոթներ ենք Աստծո ձեռքերի մեջ, անոթ։ Եվ ամեն մի անոթ ինչ որ մի բանի համար է ստեղծված։ Օրինակի համար բաժակ ինքը որպես անոթ ստեղծված է հեղուկ լցնելու համար։ Տարբեր չափսի բաժակներ կան։ Թեյնիկ կա, տարբեր անոթներ կան։ Եվ նույնպես Աստծո տան մեջ տարբեր անոթներ կան։ Եվ գիտեք, այդ անոթների մեջ Աստված լցնում է իր հոգին մեր մեջ։ Այդ անոթները Աստծո խոսքը ասում է Կորինթացիների թղթում Պողոսը գրում ասում է, չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո հոգի մեջ։ Յուղը դա Սուրբ Հոգու խորհրդապատկերն է եւ Աստծո հոգին յուղը ապրում է մեր մեջ։ Եվ այդ յուղն է, որ մեր կյանքում պետք է հոսի մեզանից։ Երազի հետ կապված։ Մի քիչ առաջ երազ էր պատմում, որը հենց դրա հետ կապ ուներ։ Եվ գիտեք, յուղը, որը Սուրբ Հոգու խորհրդապատկերն է, ապրում է մեր մեջ եւ այդ յուղը պետք է հոսի մեզանից մարդկանց կյանքերի մեջ։ Եվ այդ յուղը, երբ որ մարդկանց կյանքերին դիպչում է, մարդկանց կյանքերի մեջ ինչ որ բան է կատարվում։ Որովհետեւ մի օր էլ մեր կյանքը փոխվեց, երբ որ Սուրբ Հոգին կպավ մեզ։ Մի օր էլ մեր կյանքի մեջ եկավ փոփոխություն, որովհետեւ պատճառը, որ Աստված ինձ ու քեզ փոխեց, ինձ կպավ ու իմ կյանքը փոխվեց։ Գիտեք, մարդու կյանքը երբ է փոխվում, փոխվում է, երբ որ Աստծո հետ է հանդիպում, երբ որ Աստված կպնում է իրան։ Մարդկանց կյանքերը շատ անգամ չի փոխվում, որովհետև Աստծո հետ հանդիպում չունեն։ Աստծո հետ հանդիպումից հետո շատերի կյանքն էր փոխվում։ Նայենք Աստվածաշնչում մարդիկ, ովքեր հանդիպեցին Հիսուսին, կամ փոխվում էին, կամ հեռանում, կամ հակառակվում էին, կամ լինում էին իր հետ։ Գիտեք, նեյտրալ տեղ չկար։ Կամ փոխվում էին մարդիկ, կամ էլ հեռանում էին Հիսուսից։ Ու մեր կյանքերի մեջ մենք որոշում կայացրեցինք, որ թույլ տանք, որ Աստված մեր կյանքը փոխի։ Որտեվ գիտակցեցինք այն մեծ զոհը ու այն սերը, որ մեր նկատմամբ կար։ Որտեվ ինչ էր նշանակում չփոխվել ու չնվիրվել Աստծուն։ Դա նշանակում էր հավիտենական կորուստ։ Իսկ ինչ է նշանակում նվիրվել Աստծուն, դա նշանակում է փրկություն, փրկվել, հավիտենության մեջ լինել Տիրոջ հետ։ Որովհետև այս երկրի մեջ ժամանակավոր ամեն բան, ոչ ոք ինչ որ հավիտենական բան այստեղից չի տարել իր հետ։ Կա չէ, որ ասում ով է ինչ տարել իր հետ։ Ոչ մեկ ոչինչ չի տարել։ Որովհետև այս երկրավոր բաները երկինք չի գնում։ Բայց հոգին, որ անմահ է, դա է, որ երկինք է հայտնվում։ Եվ հենց դրա համար է գինը վճարել Հիսուսը, այդ թանկ գանձի համար։ Մարդ արարածը ինքը հավիտենական էակ է։
Ինքը հավիտյան է ապրում, հարցը որտեղ է լինելու։ Այնպես չի, եթե Հիսուսին մարդը չընտրեց ու չնվիրվեց, ինքը հավիտյան չի լինելու։ Ֆիլմեր կան, չէ՞, օրինակի համար հին մեր ժամանակվա մեզանից շուտ ֆիլմեր կար, օրինակի համար Տերմինատոր։ Ռոբոտների հետ կապված։ Վերջում ռոբոտը իջնում այն բանի մեջ են հալված երկաթի մեջ, վերջում մատը սենց ու չիպը վառվում է, վերջացավ։ Նենց վերջում ձեռը սենց անում ու հասնում է չիպը, մինչև չիպը հասնում է ու անջատվեց։ Մարդը այդպես չի, որ անջատվելու է։ Մարդը ուղղակի աշկը փակում է ու բացում է մի ուրիշ տեղ։ Փակում է այստեղ, բացում է ուրիշ տեղ։ Եվ Հիսուս Քրիստոսի կատարած գործը մեզ փրկեց հավիտենական կորուստից, դժոխքից։ Ու նվիրվել Աստծուն, դա այնպես չի, որ դե լավ, դե էս էլ Աստծո համար մենք մի բան կանենք, մենք դրա մեջ մեր փրկությունն է։ Երբ որ մենք գիտակցում ենք, մենք շատ ենք ուզում միշտ ամեն բան անել, որ իրենից հեռու չլինենք, որտեվ նա է փրկիչը, նա է փրկության Աստվածը։ Նրանից հեռու փրկություն չկա։ Հիսուսն է կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Չկա ուրիշ անուն այդ անունից բացի, որ կարա փրկի։ Եվ լինելով ամեն մեկս Աստծո տան մեջ անոթներ, կրելով Աստծո հոգին մեր մեջ, մենք պատասխանատվություն ենք կրում այդ յուղը, այդ օծությունը, այդ հոգին, որ մեր մեջ է, Սուրբ հոգին, որ մեր մեջ է։ Այդ Սուրբ հոգին փոխելով մեր կյանքը ուզում է որպես անոթ օգտագործվես դու իր ձեռքերի մեջ։ Աստծո տան մեջ, Աստծո տունը եկեղեցին է։ Աստծո տան մեջ ամեն մեկս անոթներ են, որ կրում ենք այդ յուղը մեր մեջ։ Եվ այդ անոթները տարբեր անոթներ են, եւ ամեն մեկը ինչի համար որ նախատեսված է, դրա մեջ օգտագործվում է։ Ինչպես տան անոթները, ճիշտ է։ Եվ ամեն մի անոթ օրհնություն է տան համար։ Եվ դու պատահական չի, որ դու այստեղ ես։ Աստվածը քեզ ընտրել ու բերել իր տան մեջ։ Եվ ուզում է, որ քեզ լցնի իր թարմ յուղով։ Լցնի, որպեսի քեզանից էլ հոսի այդ յուղը շատ ուրիշների մեջ։ Քեզանից էլ հոսի, չէ՞ որ Հիսուսն ասեց. ինձ հավատացողի փորից կենթանի ջրերի գետեր կբխեն, դա ասեց Սուրբ Հոգու համար։ Եվ այն Սուրբ Հոգին է, որ պիտի բխի մեզանից եւ փոխի մեր շուրջը, մեր իրավիճակները, ոչ միայն մեր անձնական կյանքի իրավիճակները, այլ մեր շուրջը գտնվող մարդկանց կյանքերը։ Եվ Աստծո արքայությունը տարածվում է այս երկրի մեջ նվիրված մարդկանց միջոցով, ովքեր թույլ են տալի, որ Սուրբ Հոգին հոսի իրանցից։ Ովքեր թույլ են տալի, որ յուղը գա իրանց կյանքի մեջ եւ այդ յուղից տան ուրիշներին։ Ամեն։ Դրա համար ասեմ, դուք պատահական չի, որ այստեղ եք։ Աստված է ձեզ ընտրել։ Եվ Աստված ուզում է, որպեսզի ձեր շուրջը փոխվի։ Երբեք մի մտածեք, եթե քո շուրջը անապատ է, մի մտածի, վայ մեր ազգին մկների ժողովով է հիշում։ Վայ մեր, բայց ինչ պիտի լինի ու մենք սկսում ենք մեր ծնկներին տալով հարշի լուծվում։ Եթե ծնկներին տալով ով է հիշում այս բանը, որ ես օրինակ եմ բերում, ծնկներին տալով որ հարց լուծվի, բոլորով կհավաքվենք, իրար հետ կտայինք, ավելի շուտ կլուծվեր։ Եթե ծնկին տալով հարց է լուծվում, վայ, սենց էլ անում են, չես։ Հենց։ Չի լուծվում։ Այո, դա մեր ոնց որ ասած անզորությունից է մարդու մոտ դուրս գալի այդ արտահայտությունն ու այդ գործողությունը։ Բայց մենք պետք է իմանանք, այո, մենք անզոր ենք, բայց Աստված ունենք, որ զորավոր է։ Դրա համար մեր անզորությանը չենք նայում, մենք նայում ենք մեր զորության աղբյուրին, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Եվ մենք չենք ասում վայ մեզ, մենք ասում ենք փառք ես Հիսուս, որովհետև ինչ իրավիճակ է լինի, դու իմ հետ ես։ Մենք չենք ասում վայ շնորհակալ եմ Հիսուս, որ ես փոսի մեջ եմ։ Մենք ասում ենք շնորհակալ եմ, որ ես փոսից ինձ կարող ես հանել։ Որովհետև Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Ամեն բան հնարավոր է հավատացողին նույնպես։ Աստծո զորությունը հայտնվում է հավատացող մարդկանց կյանքի մեջ։ Երբ որ դու հավատում ես, զորությունը գալիս է կյանքիդ մեջ։ Գալիս է, որ քո իրավիճակը փոխի։ Հավատքեն ձեռքն է, որով մենք կարողանում ենք վերցնել այն ամենը, ինչ որ Աստված մեզ տալիս է։
Հավատքն է այդ ձեռքը։ Եթե մենք այդ ձեռքը չունենք, մենք չենք կարող վերցնենք, չենք կարող ընդունել, որովհետև ամեն մի բան վերցնելու համար մենք ընդունում ենք ձեռքով, ճիշտ է թե չէ։ Ինչպես խոսքն է ասում, շնորհքով ենք փրկված հավատքի ձեռովը։ Հավատքը անվանվում է ձեռք, որով մենք ընդունում ենք։ Նույնպես այո, Տիրոջ շնորհքը այն զորությունն է, որ Աստված բերում է իմ ու քո կյանքի մեջ այդ իրավիճակների մեջ իր զորությունը, որ մենք այդ իրավիճակից դուրս գանք։ Ես եւ դու կարիք ունենք իր շնորհքի։ Իր զորության կարիք ունենք, բայց այդ զորությունը մենք պետք է ընդունենք հավատքով։ Եվ ասեմ քո իրավիճակը կփոխվի ու քո շուրջը կփոխվի, որովհետև դու զորություն կրող մարդ ես, մի զորություն, որ այս երկրային զորությունը չի, զորություն, որ երկնային զորությունն է, որ փոխում է ամեն բան։ Եվ այդ զորության առաջ անհնարին ոչինչ չկա։ Այդ զորությունով ստեղծվեց երկինքն ու երկիրը։ Այդ զորությունով ստեղծվեց ամեն բան, ինչ որ քո աչքը տեսնում է, ինչ որ այս երկրի վրա գոյություն ունի։ Իհարկե բաներ կա մարդն է ստեղծում, բայց վերցնում է ստեղծված նյութը, որի վրա մարդը ստեղծագործում է։ Որտեվ Աստված մարդուն տվեց զարգացող մտածելակերպ եւ կարողություն իր նմանությամբ ու իր էությամբ պես ստեղծեց, չէ՞, զարգացի, շատացրու։ Բայց այն ինչ որ Աստված ստեղծել է, իր զորությամբ է ստեղծել, որը որ մարդը չէր կարող ստեղծի, դա Աստված ստեղծեց։ Եվ իմ ու քո կյանքի մեջ այդ զորությունը ներկա է։ Այդ զորությունը կա, այդ զորությունը չի պակասել, այդ նույն զորությունն է։ Եկեք կարողանանք մենք այդ իրավիճակների մեջ կարողանալ տեսնել անսահման զորությունը, որ Աստված ունի։ Երկրային բաներին, երբ որ դու նայես, այդ զորությանը դու չես կարող հուսալ։ Դրա համար քո հայացքը երբեք երկրի վրա թող կարճած չլինի։ Քո հայացքը միշտ երկնքի վրա լինի։ Եվ քո սպասումը երկրից չլինի, այլ երկնայինից լինի։ Անսահման մեծ հզոր Աստված ապրում է քո մեջ։ Հռոմեացի 10-րդ գլխի մեջ 8-րդ խոսքում ասում է հետևյալը։ Ես հələ թեմային չեմ եկել։ Հռոմեացի 10-րդ գլուխ 8-րդ խոսքում ասվում է. Բայց գիրքն ինչ է ասում։ Մոտիկա քեզ խոսքը։ Մոտիկա քեզ ինչ է։ Խոսքը քո բերանում եւ քո սրտում։ Այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Հավատքի խոսքը, որ քարոզված խոսքն է, որը գալիս է քո սրտի մեջ։ Հավատքը ինչից է գալի, ինձ հուշեք։ Իսկ լսելը։ Ուրեմն երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, քո հավատքը հենց որ հավատացիր, կանչում ես, ունենում ես, ստանում ես, վերցնում ես, որտեվ հավատքն է, որ պատասխանվում է։ Եվ մոտիկա այդ խոսքը, քարոզված խոսքը, Աստված իր խոսքով արարեց երկինքն ու երկիրը, Աստված ասեց ու կատարվեց, խոսեց ու եղավ։ Այսօր այդ անսահման զորությունով լի խոսքը քարոզվում է։ Եվ այսօր այդ խոսքը լսում է մեր ականջը, բայց արդյոք մնգնում է մեր սիրտը, դա մեր որոշումից է կախված։ Ինչպես ենք վերաբերվում քարոզված խոսքի հետ։ Ինչպես է քո մոտեցումը լինում այն խոսքի հետ, որ քարոզվում է։ Ինչպես է քո վերաբերմունքը քարոզված խոսքի հետ։ Դրանից կախված է քո հավատքը ինչպես է լինելու։ Իսկ ինչպես որ լինում է քո հավատքը, դրանից կախված է քո իրավիճակը, կփոխվի թե չի փոխվի։ Երբ որ խավար կար անդունդի վրա, Աստված ասեց լույս լինի, խոսեց եւ լույս եղավ։ Աստված խոսքով ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ամեն բան արարեց խոսքի միջոցով, խոսքը լիազորությամբ, արարելու զորությամբ։ Եվ Աստծո խոսքը արարում է, Աստծո խոսքը զորացնում է, Աստծո խոսքը գալիս է երկրի վրա։ Եվ այդ երկրի վրա այն տեղը, որտեղ որ խոսքը նստում է, որտեղ խոսքը գալիս է, պիտի նստի։ Էդի մարդու սիրտն է։ Ինչպես Սերմնացանի առակի մեջ Հիսուսն ասում է, Սերմ Աստծո խոսքն է, դաշտը մարդկանց սիրտը։ Իսկ սիրտը տարբեր է լինում։ Տարբեր են մարդկանց սրտերը։ Դրա համար պետք է մենք աշխատենք մեր սրտի վրա, աշխատենք ամեն մեկս մեր ներսի վրա, որպեսզի համապատասխան միջավայր ստեղծվի խոսքը մտնելու համար։
Խոսքը ընդունվելու համար։ Գիտեք, հարցը քարոզված խոսքը չի, խոսքը քարոզվում է, հարցը ինչպես է ընդունվում։ Ինչպես ես լսում, ինչպես ես վերցնում, դրանից կախված է, ինչպես ես հավատալու։ Իսկ ինչպես հավատացիր, այդպես ունենում ես։ Ով է ուզում շատ հրաշքներ։ Իսկ ուրիշ կերպ հարց ուղղեմ։ Ով է ուզում իր միջոցով ուրիշների կյանքում շատ հրաշքներ։ Ուրեմն պետք է լինես մեկը, որ կարողանաս այդ հրաշագործ զորության համար տեղ պատրաստես, որ այդ զորությունը լինելով քո մեջ հոսի ուրիշների կյանքի մեջ։ Ես ասեմ, երբ որ այդ զորությունը քո մեջ է, դու էլ ես ունենում քո հրաշքը, բայց ուրիշների կյանքի մեջ նույնպես։ Դու չես կարող տաս մեկին մի բան, որ չունես։ Դու տալիս ես մի բան, որ ունես։ Ինչպես կարաս տաս զորավոր խոսք, եթե քո կյանքում չկա։ Ունեցածից է ընդունելի, ոչ թե չունեցածից։ Ունեցածից ես խոսում, ոչ թե չունեցածից։ Դրա համար դու երբ որ լսում ես, նախ եւ առաջ դու ես ունենում, եւ այդ քո ներսում սկսում է process։ Ինչպես սերմը, որ ընկնում է հողի մեջ, process է սկսվում։ Այդ սերմը սկսվում է արմատավորվել, ծիլը դուրս չի գալիս, մի հատ սկզբից ներքևն է դուրս գալի, նոր հետո վերևն է սկսում ծլծլել։ Նույն դա սկսվում է մեր կյանքի մեջ, այդ ներսը, չերևացած վիճակը, այդ քարոզված խոսքը սկսվում է մեր սրտի մեջ, ինչ որ process-ներով ելնելով այդ խոսքը սկսում է արմատավորվել, նոր հետո բարձրանում է ծիլը, նոր հետո սկսում է մարդը տեսնել։ Դրա համար պահի քո սիրտը, ամեն ինչից առավել պահի քո սիրտը։ Երկրորդ Տիմոթեոս երկրորդ գլխի մեջ 20-ից 22-րդ խոսքը։ Բայց մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ կան, այլ փայտի եւ հողի էլ։ Կան, որ պատվի համար են, կա, որ անարգության համար են։ Եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիններից, նա պատվական անոթ կլինի սրբված եւ իր տիրոջը օգտակար ամեն բարի գործի համար պատրաստված։ Ով ասում տիրոջ ձեռքերի մեջ պատրաստված բարի գործերի համար պատրաստված անոթ լինի։ Դա մեր որոշումից է կախված։ Այնպես չի, որ Աստված ընտրեց մեկին անարգության անոթ։ Ոչ, Աստված բոլորին ընտրել է իր տան մեջ պատվի անոթ։ Բայց մարդն է ինքը որոշում այդ տան մեջ ինչպիսի անոթ լինի։ Որտեվ ասում է, եթե մեկ իր անձը մաքրի այդպիսիներից, այդ երևույթներից, նա կլինի Աստծո ձեռքերի մեջ պատրաստված անոթ բարի գործերի համար։ Ուրեմն մենք ենք որոշում ինչից ենք հրաժարվում, ինչն ենք ընդունում, ինչ ենք անում եւ լինենք պատրաստված Տիրոջ ձեռքերի համար պատվական անոթ թե չէ։ Դա մարդու որոշումն է ու մարդու աշխատանք։ Ուրեմն Աստծո տան մեջ շատ անոթներ կան։ Այդ անոթներին Աստված է ընտրել, բայց Աստված ընտրել է բոլորիդ որպես պատվական անոթ, քո որոշումն է։ Մի քիչ ննջել, մի քիչ քնել, պատվական անոթ չես դառնա։ Պետք է աշխատես։ Աշխատես քո անոթի վրա։ Աշխատես դու քո սրտի վրա։ Գին վճարես։ Որովհետև յուղ ունենալու համար ինչ որ մի հատ աշխատանք կա, որ այդ յուղը լինում է։ Ծոմերի կյանք, աղոթքի կյանք, ծածուկ կյանք, որ Աստծո առաջ է։ Աստծո այդ հարաբերության կյանք, այն նվիրված կյանք, որովհետև տեսանելի բաները մարդիկ տեսնում են, չերևացած բաները Աստված է տեսնում։ Դրա համար կյանք, որը որ նվիրված Աստծուն, այն նվիրված մարդը Աստծո այդ հարաբերություն ունի։ Ծածուկ սենյակում նա ունի իր ծածուկ սենյակը։ Եվ այն ծածուկ սենյակի մեջ է, որ Աստված լցնում է այդ յուղը։ Այն կոտրված վիճակն է, որ ոչ թե կոտրվածի նկատի ունեմ խնդիրներից կոտրված, այլ նկատի ունեմ սիրտը նվիրված ու հանձնված ամբողջությամբ Տիրոջ ձեռքերի մեջ։
Եվ այդ ժամանակը, որ Աստված իր յուղով լցնում է մեր կյանքը, մենք երգում ենք, չէ, Սուրբ Հոգի օծիր ինձ քո յուղով, մի քիչ առաջ երգում ենք այդ երգը։ Ինչպես երգելով միայն, այո, լինում ասում լցվեցեք, ձեր մեջ սաղմոսներով, հոգևոր երգերով լցվեցեք։ Բայց եթե մենք գալիս ենք ստեղ մի երկու բառ երգում ու գնում մեր կյանքով ուրիշ կյանքով ապրում, այդ յուղը չի լցվում։ Այդ անոթը չի կարող ընդունի այն յուղը։ Դրա համար այնքան կարևոր է դու որպես անոթ առանձնացված լինես Տիրոջ ձեռքերի մեջ։ Առանձնացված այն աղբից, որ այս աշխարհը լի է։ Մենք պետք է լինենք առանձնացված Աստծո համար, նպատակն է լինել Աստծո համար։ Ոչ թե առանձնացված կա, չի ասում իմ հետ գործ չունեք, ես իմ կյանքը։ Այնպես չի առանձնացված դու քո համար, առանձնացված Աստծո համար։ Նպատակը պետք է լինի Աստծո համարը։ Ինչի համար պետք է լինենք առանձնացված, Աստծո համար լինենք առանձնացված։ Իսկ եթե Աստծո համար է, ուրեմն նրա կամքը փնտրի, նրա երեսը փնտրի, նրա խոսքը փնտրի, նրա ցանկությունները փնտրի, ճանաչի Տիրոջը քո կյանքի ամեն բնակավարի մեջ։ Ճանաչի Տիրոջը իր խոսքի համաձայն, ճանաչի Տիրոջը աղոթքի ցենակում, ճանաչի Սուրբ Հոգուն, ճանաչի Տիրոջ զորությունը, ճանաչիր, ինչպես խոսքն ասում, այն գերազանց զորությունը, որ բնակվում է մեր մեջ։ Եվ այդ ժամանակ մեր կյանքի մեջ շատ բան է փոխվում։ Իրեք Աստծո հին ուխտում մենք տեսնում ենք Աստված իր տաճարի մեջ տարբեր անոթներ ուներ։ Անոթներ, որը որ առանձնացված էր միայն տաճարում օգտագործվելու համար։ Նա սովորական հացկերույթների աման, օրինակի համար աման, բաժակ եւ այլ ամեն բան Աստծո տան մեջ կար եւ նրանք իրավունք չկար ուղղակի սովորական ճաշկերույթի ժամանակ օգտագործեին։ Խնջույքի ժամանակ դա Աստծո տան համար էր նախատեսված, առանձնացված էր Տիրոջ տան օգտագործվելու համար։ Եվ երբ որ մենք տեսնում ենք Դանիելի մարգարեության 5-րդ գլխի մեջ, մենք տեսնում ենք, երբ որ Իսրայել ժողովուրդը գերության է ընկնում, Բաղդասասար թագավորը նստած է եւ ասում է հələ Աստծո տան, որ գերության են բերել, ասում է, ավար էր վերցրել։ Այն Աստծո տան անոթները բերեք, ես այդ բաժակից պետք է այսօր գինի խմեմ։ Դա նախատեսված չէր։ Այդ անոթները նախատեսված չէին։ Օգտագործվեն նման տեղեր։ Այդ անոթները նախատեսված էին օգտագործվեն Աստծո տան մեջ Աստծո համար։ Եվ երբ որ նա օգտագործեց, Դանիելի մարգարեության 5-րդ գլխում է գրված այդ պատմությունը։ Ասում է մի մատ դուրս եկավ ու պատի վրա գրեց. Մանե թեկեղ ու փարսին։ Եկեք բացենք։ Մենք երրորդ խոսքը բացենք։ Այն ժամանակ բերին այն ոսկի անոթները, որ վեր էին առրվել Երուսաղեմում եղող Աստծո տաճարից, եւ նրանցով խմեցին թագավորը եւ նրա մեծամեծները։ Նրա կյանքը եւ նրա հարճերը, նրա կանայք եւ նրա հարճերը եւ այլն։ Գինին խմեցին եւ այլն։ Եկեք գնանք 26-րդ խոսքը։ Այս է խոսքի մեկնությունը, որ ասեցի մատը դուրս եկավ ու գրվեց։ Աստված համարել է քո թագավորությունը եւ նրան վերջացնել։ Թեկեղ կշռվեցիր կշիրքով եւ պակաս գտնվեցիր։ Փարես բաժանվեց քո թագավորությունը եւ տրվեց մարած եւ պարսից։ Կշռվեցիր, ասում է, եւ ինչ գտնվեցիր, թեթև։ Ուրեմն Աստված կշռում է ամեն մեկին։ Ով է լսել այս բանը։ Քաշ չունի։ Ասացի մեջ ծանր բան չկար։ Ուրեմն ընդհանրապես մարդիկ կշիռ քաշ ունեն եւ Աստծո առաջ Աստված էլ է կշռում։ Եվ գիտեք քաշ ունենալու համար ինչա պետք։ Լինել առանձնացված անոթ։ Չօգտագործվել այն տեղերում, որտեղ որ պիտի չլինել։ Հոգևոր աշխարհում խոսքի կշիռը շատ մեծ դեր է խաղում։
Հոգևոր աշխարհում։ Երբ որ դու աղոթում ես, խոսում ես, դա դուրս է գալի այդ խոսքը։ Բայց այդ խոսքը այս սենակից այն կողմ կգնա, թե չէ կմնա այստեղ։ Այդ իմ քաշից է կախված։ Այս զորությունից է կախված։ Գիտեք, Աստծո խոսքը շատ մեծ քաշ ունի։ Ինչ ասեց եղավ։ Ու լինում է, ու կլինի։ Որտեւ այդ խոսքը հավիտենական խոսք է։ Աստված մարդ չի, որ սուտ խոսի, ոչ էլ մարդի որդի, որ զղջա, միթե կասի ու չի անի կամ կխոսի չի կանգնեցնի։ Այն ինչ որ Աստված ասել է, լինում է ու կլինի։ Ու Աստված իր խոսքը դրել է մեր մեջ, որ մենք էլ խոսենք, բայց մենք որպես անոթ ինչպիսին պիտի լինենք։ Առանձնացված Աստծո համար։ Ոչ թե լինելով Աստծո տան մեջ, բայց երկի նման։ Վույաման աման, վույաման, թակավորին է, կերխմի կեֆարա շարունակ, հա? Չկա այդպիսի, երկակի կյանք ունենալ։ Գալիս եմ եկեղեցի, լսում եմ Աստծո խոսքը, վույաման աման, վույաման։ Հետո մենք կկշռվենք ու թեթև կգտնվենք։ Եթե մենք ուզում ենք հոգևոր աշխարհում խոսքը մեր բերանից դուրս եկած բան փոխի, մենք պետք է կշռվենք ու ծանր գտնվենք։ Առաջի Կորինթացի 15-րդ գլուխ 33-րդ խոսքը։ Ով գիտի այս խոսքը։ Շատ քարոզված տեղ է, հենց կարդամ ասել եք ոնց չէ, գիտեմ։ Մի խաբվեք, նախ եւ առաջ առաջի խոսքը ասում է մի խաբվեք, ուրեմն մարդը հնարավոր է այս հարցերում ինչ լինի, խաբվի։ Մի խաբվեք, չար ընկերակցություններն ապականում են վարքը դա մեր հետ է կապված, ճիշտ է, մեր վարքը։ Չար ընկերակցություն դա նշանակում է ընկերանալ այս աշխարհի սիստեմի հետ, ընկերանալ աշխարհում տիրող մեղքի հետ։ Ես չեմ ասում աշխարհիկների հետ ընկերություն մի արա։ Ոչ, Հիսուսը մեղավորների ընկեր էր, բայց մեղավոր չէր։ Մեղավորների ընկեր լինել, դա չի նշանակում լինել ընկերակցություն ունենալ մեղքի հետ։ Չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը, դա նշանակում է մենք կանչված լինելով Աստծո տան մեջ որպես անոթ, օգտագործվում ենք աշխարհում ուրիշ բանի մեջ։ Երկակի կյանք, խաղալ։ Մենք չենք խաղում, մենք ապրում ենք։ Եկեղեցի խաղ չի։ Ոնց որ երեխա վաղ տոնտոնիկ էին խաղում։ Չէ, տոնտոնիկով է խաղացել փոք։ Տոնտոնիկ։ Եկեղեցին խաղ չի։ Հավատքի կյանքը խաղ չի։ Դա որոշում է Հիսուսին հետևելու։ Որոշում է լինել առանձնացված Աստծո ձեռքերի մեջ։ Աստծո համար։ Եվ հենց այդ որոշման հիմքի վրա սկսում ենք մենք մեր անոթների հետ աշխատել։ Որպես անոթ մենք կրում ենք Աստծո մեծ զորությունը մեր մեջ։ Եվ այդ զորությունից էլ սկսում ենք կիսվել մարդկանց, տալ մարդկանց։ Այն զորությունից, որ լցրել է մեր կյանքի մեջ Աստված։ Ամեն։ Սաղմոս 78-րդ։ Ինը 10։ Եփրեմի որդիք, որ զենք հագած աղեղնավորներ էին, գիտեք, Եփրեմի որդիք, Եփրեմը դա Աստծո ժողովրդի մեջ Իսրայելի 12-ից, հա, Եփրեմն էր, Իսրայելի 12, այսինքն Հակոբի 12 որդիներից Եփրեմն էր, եւ Եփրեմի որդիք, հա, Եփրեմից ծերունդից, նայեք,
Եփրեմի որդիք զենք հակած աղեղնավորներ էին, Աստծո ժողովուրդը։ Այն ինչ որ ինքը պատրաստվում է, նախ եւ առաջում համար է պատրաստվում։ Իրա ժողովրդի իրան պահելու, ճիշտ է։ Իրան պահելու եւ իրա միջոցով էլ հիմի սենց օրինակ բերեմ։ Մենք ունենք մեր անձնական կյանքը, քո ընտանիքը դու ունես, քո կյանքն է, քո ընտանիքն է, դու ունես քո եկեղեցին եւ դու ունես քո երկիրը, քո ազգը, քո պետությունը։ Այդպես է թե չէ։ Նայեք, երբ որ դու քո անձը ուժեղացնում ես, դրա հետ ուժեղանում է մեկտեղ քո ընտանիքը, դրա հետ ուժեղանում է մեկտեղ քո եկեղեցին, դրա հետ ուժեղանում է մեկտեղ քո ազգը, քո պետությունը, որովհետև ամեն մեկը ուժեղացնում է իրենով այն տեղը, որտեղ ում համար որ ինքը որտեղ այն միջավայրին, որ ինքը պատկանում է։ Ամեն։ Ուրեմն եթե մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր համար, դա բերում է ազդեցություն նույնպես ուրիշների վրա, սկսված մեր ընտանիքից։ Եվ Եփրեմի որդիք պատրաստված էին, եւ այդ պատրաստվածությունը միայն իրանց համար չէր։ Այդ պատրաստվածությունը նույնպես իր երկիրը, իր ազգը պահելու համար էր։ Եվ նրանք ուժեղ աղեղնավորներ էին։ Պատրաստված, երբ որ թշնամին հարձակվի, իրանք իրենց պատրաստվածությունից կարողանան ինչ անել, պաշտպանել։ Իրանք ամբողջ այդ ժամանակը դրել էին այդ դրա համար։ Ունեք, զենք հակած աղեղնավոր էին ետ դառան պատերազմի օրում։ Դրա համար այսօր ես ինչ եմ խոսում։ Ետ մի դար պատերազմի օրվա ժամանակ։ Նվիրումից ետ մի վերցրու քո անձը։ Նվիրված ես Տիրոջը, նվիրված ես Հավիտյան, պատրաստվի ու այն իրավիճակները, որ դու պետք է պատերազմես ու կռիվ տաս, ետ մի դարձիր։ Դու կանչված ես այդ օրվա մեջ ցուցադրելու այն զորությունը, որ ունես։ Որովհետև նրանք պատրաստվել էին այդ օրվա համար ու իրանք բաց թողեցին այդ օրը։ Եթե բաց թողեցին, ով է տուժում։ Տուժում է անձը, տուժում է ընտանիքը, տուժում է եկեղեցին, տուժում է երկիրը։ Չաշխատեցիր ամռանը, ասա, ի՞նչն էր պատճառը։ Կամ էլ աշխատեցիր, ինչի համար աշխատեցիր, որ այդ օրը, որ պիտի ցուցադրեիր քո պատրաստվածությունը մարտի ժամանակ։ Ինչի հետ քաշվեցինք։ Մենք պատրաստվում ենք, Աստծո տան մեջ Աստված մեզ պատրաստում է մեծ գործեր անելու համար։ Եթե մենք չմիաբանվենք տեսիլքի շուրջ, այն տեսիլքը, որ Աստված տվել է այս տարածաշրջանի համար, Աստված քեզ պատրաստում է մեծ բաներ անելու համար, Աստված քեզ պատրաստում է քո միջավայրը փոխելու համար, սկսված քո ընտանիքից, քո միջավայրից, քո երկրից եւ այլն, ամեն։ Չէ՞ որ Գործք առաքելոց 1:8-ում ասում է դուք զորություն կառնեք, Հիսուսն ասում։ Երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա ու ին վկաները կլնեք, Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում, մինչև երկրի ծայրերը, բայց սկսվեց այն տեղից, որտեղ որ իրանք էին։ Ուրեմն զորություն ենք մենք առնում եւ Տիրոջ վկան ենք դառնում ամեն տեղ։ Եվ մեր ազդեցության օղակը կախված է մեր պատրաստվածությունից։ Ուրեմն լինենք առանձնացված այս աշխարհից առանձնացված Աստծո համար։ Երբ որ դու առանձնացված ես աշխարհից, նորից եմ ասում, աշխարհից չի նշանակում մեղավոր մարդկանցից հեռու մնա։ Մեղքից հեռու մնա։ Բայց ավետարանի մեղավոր մարդկանց, որտեղ մարդիկ դրա կարիքն ունեն։ Մի խառնվի մեղքի էության մեջ, մեղավոր էության մեջ։ Յոթանասունութի 9 ու 10-ն էի ասել, ճիշտ է, հիմա 10-ն ենք։ Աստծո ուխտը չպահեցին եւ մերժեցին նրա օրենքի մեջ գնալը։ Այսինքն ուխտը չպահեցին, ուխտը ինչ էր, դաշինքը։ Այն ինչ որ իրանք խոստացել էին որ անեն։ Մենք խոստացել ենք, որ Տեր, ես իմը չեմ, ես քոնն եմ։ Ապաշխարության աղոթքը ո՞րն է, որ մենք կանգնում ենք ու ասում ենք Տեր, ես էլ իմը չեմ, ես քոնն եմ։ Ներիր ինձ քո արյունով, չէ՞։ Մաքրիր քո արյունով, ներիր ինձ իմ կատարած բոլոր հանցանքները։ Ես ինձ նվիրում եմ քեզ, այնց այդ նվիրման աղոթքը։ Եվ այդ օրվանից մենք դադարում ենք մերը լինել, մենք լինում ենք նրանը։
Դրա համար պահիր այն, ինչ որ քեզ ձրի ատրվել։ Բայց դա չի նշանակում դա այնքան արժեք չունի, որ ձրի տրվեց։ Ոչ, դա այնքան արժեք ունի, որ ոչ ոք չէր կարող վճարի, դրա համար ձրի տրվեց, որովհետև ոչ ոք չէր կարող վճարի։ Ու Աստված նվիրեց մեզ։ Դա պատիվ է։ Մենք հիշում ենք նույնպես Աստծո խոսքից թվոց 3-րդ գլխի մեջ Ահարոնի որդիք, Ահարոնը կանչված քահանա էր։ Քահանա, որը որ Աստված էր ընտրել Ահարոնին։ Ու Ահարոնի գավազանը Աստված էր ծաղկացրել, որը ցույց տվեց, որ ես ընտրել եմ Ահարոնին քահանայության մեջ լինելու։ Գիտեք ինչ է նշանակում գավազանը ծաղկել։ Ոչ միայն ծաղկեց, ասում է, ծաղկեց ու պտուղել տվեց, նուշ։ Նշանի գավազան էր։ Գավազան ինչ կտրված մի փայտ, որը գավազան էր, դու պատկերացնում ես այդ կտրված ծաղկի ու պտուղ տա։ Աստված ասի, ես ընտրել եմ այս անձին, ում որ գավազանն է։ Ու Ահարոնը ընտրված էր քահանայության մեջ, ու Ահարոնի սերունդն էր ընտրված քահանայության մեջ, որպես ղևտացիներ։ Բայց Ահարոնի որդիք օտար կրակ մատուցեցին ու մեռան։ Աստծո տան մեջ օտար կրակ։ Թվոց 3 երկրորդ խոսքից։ Եվ Ահարոնի որդկանց անունները սրանք են. Անդրանիկը Նադաբ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։ Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց ձեռքը լցրեց քահանայության անելու համար։ Այն որդիները, որ կարդացինք, օծված որդիներն էին։ 4-ը Նաբատն ու Աբիուդը Սին անապատում Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։ Ինչպիսի կրակ։ Այդ ինչ օտար կրակ էր։ Աշխարհից բերած կրակը բերեցին տան մեջ։ Խաղ խաղացին։ Երկակի կյանք ունենալով, մեղքի հետ խաղալով։ Երեխա ժամանակ կամ ով է իր երեխային կամ երեխա ժամանակ իրան ասել կամ իր երեխային ով ասե լուսկու հետ մի խաղա կամ հոսանքի հետ մի խաղա։ Բաներ կա, որոնց խաղը վտանգավոր է կյանքի համար։ Դրա համար եմ ասում հավատքի մեջ մենք չենք խաղում։ Օտար կրակ մատուցանելիս մեռան։ Նրանք որդի չունեին եւ Եղիազարն ու Իթամարն իրենց հայր Ահարոնի առաջին քահանայություն արին։ Այսինքն ով որ կենթանի էր մնացել, նրանք շարունակեցին քահանայությունը։ Բայց Ահարոնի որդիներից երկուսը մահացան։ Պատճառներից մեկը, այսինքն մեկը չէ, հենց պատճառը օտար կրակ մատուցանելն էր։ Դե այդ հին ուխտ էր։ Նոր ուխտում Անանյան ու Սաֆիրան ինչ արեցին։ Նոր ուխտում չմեռան։ Գործ կառաքելոց 5-րդ գլխի մեջ Սուրբ Հոգուն սուտ խոսեցին։ Ես չեմ վախեցնում ձեզ, ես ասում եմ կարևորությունը։ Բայց համ էլ վախենանք։ Օտար կրակ չմատուցանելու համար։ Գիտեք, այնպես չի, մի անգամ տոկը խփել է, հաջորդ անգամ պրծնելու ենք։ Մենք մի անգամ որ տոկը խփում հավես էր, սկսում ենք հավեսի ինքնել, հələ մի հատ էլ բան։ Այդ վտանգավոր խաղ է։ Մարկա դուրն եկել է այդ վիճակը։ Ու սկսում է խաղալ։ Գիտեք 60 վոլտից մահացու է։ 60 վոլտից, իհետե 220 է, մինիմում։ Հաճախականություն գոյություն ունի, սրտի կարդիոգրաման տեսել եք, որ անում են սենց։ Դա հաճախականությունն է։ Սրտի աշխատանքի հաճախականությունը։ Հոսանքն էլ ունի հաճախականություն։ Եթե հոսանքի հաճախականությունը համընկավ մեր սրտի հաճախականության հետ, մեր սիրտը պայթում է։ Ուղղակի այդ պահին չհամընկավ, մենք ապրեցինք։ Բավորընկներ։ Վտանգավոր է խաղալ։
Մեղքի հետ վտանգավոր է խաղալ։ Մեղքի վարձքը ի՞նչ է։ Մահը։ Հիսուսը մահացավ, որ մենք կյանք ունենանք։ Ինչի նորից մենք խաղանք այն բանի հետ, որի համար Հիսուսը մահացավ։ Չէ՞ որ մեղքի վարձքը մահը։ Նա հարություն առավ, որ մենք ապրենք իր համար։ Երկրորդ Կորինթացիների թուղթ 6-րդ գլուխ։ Տասնչորսերորդ խոսքից մինչև վերջ այդ գլխի 18-ը։ Անհավատների հետ այլեխառը լծակից մի լինեք։ Անհավատների հետ այլեխառը լծակից ինչ։ Չի ասում անհավատների հետ գործ մի ունեցի։ Մենք ապրում ենք աշխարհում։ Հիսուսը երկինքը թողեց, եկավ այս աշխարհ, որ փոխի այս աշխարհը։ Եկավ ու դարձավ մեղավորների ընկեր, բայց նորից եմ ասում, նրա գործերը չեղավ մեղավոր գործեր։ Մածունի մերանը մտնում է կաթի մեջ, բայց ազդեցությունը մերանը տալիս ամբողջ զանգվածին, ոչ թե կաթն է իր վրա ազդում, ինքն է ազդում կաթին։ Թթ խմորը, որը որ փոքր մասը խմորի մեջ խմորեցնում ամբողջ զանգվածը։ Նենց չի, որ իրանք շատ են, մենք քիչ, ուրեմն իրանք պիտի մեզ ազդեն։ Մեր նա զորավոր։ Թթ խմորի ու մերանի զորությունն է ուժեղ։ Մեր մեջի զորությունն է, որ կարողանում ենք ազդել։ Որտեղ դա մերը չի, մենք չենք, որ ազդում ենք, այլ են հոգին, որ մեզ վրա է։ Տիրոջ հոգին, Հիսուսն ասեց, Տիրոջ հոգին նա ինձ ծոցեց անելու սա։ Այն հոգու պատճառով, որ մեզ վրա է։ Ամեն։ Այլեխառը լծակից մի լինեք, որտև ինչ մասնակցություն ունի արդարության անօրենության հետ։ Ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։ Հաղորդություն բառն, այսինքն ստեղ հարաբերություն է հաղորդությունը։ Այսինքն մարդը լուսավորված լինելով խավարի հետ հաղորդակցվում է, հարաբերություն ունի խավարի հետ։ Մեղքի հետ խաղ է խաղում։ Եվ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելարի հետ կամ ինչ բաժին ունի հավատացյալն անհավատի հետ։ Բաժին բառն է ստեղ։ Ոչ թե մենք այնքանով մենք կապ ունենք, ինչքանով Հիսուսն ունի մեղավորի հետ կապ։ Իսկ Հիսուսն ունի մեղավորի հետ կապ։ Ապաշխարեցեք։ Ամեն։ Մենք ունենք հարազատներ, նշի որ իրանց հետ չենք շփվում։ Մենք պիտի շփվենք իրանց հետ, որովհետև կապ ունենք մենք իրանց հետ։ Հարազատ բարեկամ ու մեր սիրտը ցավում է, որ նրանք չգնան դժոխք, այլ փրկվեն։ Բայց ոչ թե մենք մասնակից լինենք իրանց խավարի գործերի հետ։ Մեղքի հետ։ Գիտեք, երբ որ իմ կյանքը փոխվեց, իմ ընկերներն ասում էին, «Էս ինչ եղավ մեր ընկերոջը»։ Հետ բերենք, կորցրել ենք, հետ բերենք։ Ու գիտեք ինչ էին անում։ Ամեն ինչ անում էին, որ ինձ բերեն մի բանի մեջ, որից ինձ Աստված հանել էր։ Նախապես պատրաստում էին ու ինձ կանչում։ Ու մի կետ եկավ ու տես ուտեղ բաժանում է գալիս, որտեղ լույսը խավարից բաժանվում է։ Մինչև բաժանումը չգա, դու չես կարա փոխես խավարը։ Մինչև դու խավարից բաժանված չլնես, դու չես կարա խավարի վրա ազդես։ Բաժանվել չի նշանակում, էլ ինձ ընկեր չեն ասում։ Ասում են մեր աղբերն է, բայց ես ինչ եղավ չգիտեմ։ Մինչև իմ էլ որ տենան իրանց աղբերն է։ Բայց ես իրանց այդ գործերի մեջ էլ մաս չունեմ, իսկ մի ժամանակ այդ գործերի գլուխը ես էի։ Մինչև չգա բաժանում չես կարա ազդես։ Զատիկ բառն ինչ է, զատվել, բաժանվել։ Կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճար եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ, նրանցում ման կգամ, նրանց Աստվածը կլինեն, նրանք ինչ ժողովուրդը, նրանցում կբնակվեմ, ման կգամ, Աստված մեր մեջ ապրում է։ Եվ դա պատասխանատվություն է մեզ վրա, չխաղալ։
մեղքի հետ։ Որտեվ Աստված սուրբ է եւ մեզ սրբեց իր արյունով։ Կատարյալ սուրբ արեց իր նման։ Ինչպես մենք նորից ետ վերադառնանք այն ամենի մեջ, որտեղից Աստված մեզ հանեց։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք։ Միջիցի նկատի չունենք, չէ՞ որ միջից աշխարհի մարդկանցից, այլ նրանց միջից նրանց գործերից դուրս գնացեք, բաժանվեցեք, ասում է Տերը, պիղծ բաների մի դիպչեք։ Մեղքի մի դիպչի։ Եվ ես կընդունեմ ձեզ։ Էդի երբ է լինում ընդունելությունը։ Երբ որ չես դիպչում, երբ որ հեռու ես։ Եվ ես նրանց ձեզ կընդունեմ, ձեզ հայր կլինեմ, դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է Ամենակարող Տերը։ Բայց եթե մենք դիպչած ենք այդ պիղծ բաներին, մտածելու տեղիք է տալիս։ Դրա համար, սիրելի եկեղեցի, մենք կարիք ունենք առանձնացված լինելու ու Աստծո համար ապրելու։ Ու երբ որ դու առանձնացված ես ու ապրում ես Աստծո համար, մարդիկ, նայեք, երբ որ ավետարանը կարդում ենք, հələ նայեք Մարկոսի 6-րդ գլխի մեջ ինչ հետաքրքիր տեղ կա։ 6:30 Եվ առաքյալները Հիսուսի մոտ ժողովեցին եւ պատմեցին նրան բոլորը։ Եվ առաքյալները Հիսուսի մոտ ժողովեցին եւ պատմեցին նրան բոլորը, թե ինչ որ արել էին, թե ինչ որ սովորեցրել էին։ Եվ նա ասեց նրանց. դուք առանձին անապատ տեղ եկեք, մի քիչ հանգիստ առնենք, որովհետև եկող եւ գնացողները շատ էին եւ հաց ուտելու ժամանակ չունեին։ Դուք պատկերացնում եք Հիսուսը աշակերտների հետ այնքան մարդ էր իրանց մոտ գալիս, հաց ուտելու ժամանակ չունեին։ Ասում եկեք մի քիչ անապատ տեղ գնանք, ընդ առանձին տեղ է, որ գոնե մի կտոր հաց ուտենք, մեծ մարդիկ չգան։ Դրանից հետո նայեք ինչ ասում։ Եվ նավով առանձին անապատ տեղ գնացին։ Դաժե նավով, մի հատ ինչ որ նավով պետք է անցնեին դուրս գային անապատ տեղ, որ մարդկանցից ազատ լինեին։ Եվ ժողովուրդները տեսան նրանց, որ գնում են, եւ շատերը ճանաչեցին նրանց, եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին, ինչ անում, վազում։ Պատկերացնում եք իրանք նավով ժողովուրդը վազելով։ Նրանց մոտ էին վազում եւ նրանց առաջ եկան եւ նրա մոտ հավաքվեցին։ Լսեք, երբ որ դու զորություն ունես, իսկ զորություն ունես, երբ որ նվիրված ես, հաց ուտելու ժամանակ էլ չես ունենա։ Մարդիկ կվազեն, որտեղ կտեսնեն այն մեծ զորությունը, որ Աստված դրել է քո մեջ։ Իսկ այսօր մեր ազգը կարիք ունի Հիսուսի։ Կարիք ունի Աստծո զորության։ Ամեն։ Եկեք վերցնենք այդ պատասխանատվությունը։ Անոթը երբ որ առանձնացված է ու մաքուր է, զորությունն էլ Աստված լցնում է։ Երբ որ զորությունով էլ լցվում է, այդ զորությունից էլ տալիս է։ Ու մարդիկ կգան։ Հիշում եք, Տիրոջ հոգին ինձ վրա է, նա ինձ օծել է, գույրերին տեսողություն տալու, գերիներին ազատ արձակելու, չէ՞։ Անելու։ Վեր կաց լուսավորի, որովհետև լույսը եկել է։ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Չէ՞։ Եվ մարդիկ կտեսնեն քո վրա ծագած պայծառությունը եւ կգան դեպի քեզ։ Դեպի այն լույսը, որ քո վրա է ծագել, լույսը Հիսուսն է։ Ամեն։ Եբրայեցի 10-րդ գլխի մեջ։ Ես ավարտին եմ գալիս 36-րդ խոսքից մինչև 39։ Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Մեզ պետք է համբերություն Աստծո կամքը անելով խոստմունքը ստանանք։
Աստված շատ բաներ խոստացել է, թե չէ։ Բայց մեզ համբերել է պետք, որտեվ համբերությամբ է խոստմունքների ստանալը։ Համբերություն դա չի նշանակում նստել ու սպասել պարապ։ Դա պասիվ գործողություն չի, համբերությունը, դա ակտիվ գործողություն է։ Դա ծածուկ կյանքն է, երբ որ Աստծո երեսի առաջ դու աղոթքի կյանք ունես։ Երբ որ դու բարեխոսում ես մարդկանց համար, աղոթում ես մարդկանց համար։ Երբ որ քո վրա դու աշխատում ես որպես անոթ ու համբերում ես, որ գալու է այդ օրը։ Ու խոստմունքը լինելու է քո կյանքի մեջ։ Այն խոստումները, որ Տերը քեզ համար ասել է։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա։ Տերը շուտով գալիս է։ Ժամանակ համարյա չի մնացել։ Բայց արդարը հավատքից կապրի։ Ինչից կապրի արդարը։ Եկեք հավատքից ապրենք։ Հավատքով ապրենք։ Եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Ուրեմն մենք ինչ չանենք, ետ չքաշվենք այդ նվիրումից։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք։ Ասա ես ետ քաշվողներից չեմ։ Որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Ուրեմն հավատքի կյանքը դա մինչև վերջ է, ոչ թե կեսից ետ քաշվել։ Դա նվիրում է ու մինչև վերջ նվիրում է, ոչ թե կիսատ պռատ կամ օրը մեջ, կամ կիրակից կիրակի, խմբակից խմբակ, աղոթքից աղոթք։ Հետո ես իմ կյանքով ոչ, դա ընդմիշտ Աստծո հետ ապրելակերպ է։ Նվիրում եւ գնալ սրբությունից սրբություն, հավատքից հավատք, փառքից փառք։ Այնպես չի որ նվիրվեցինք դառան կատարյալ։ Մենք հին էություն, բնավորություն ունենք, որ Աստծուն ճանաչելով փոխվում է։ Մենք Աստծուն ճանաչելով փոխվում ենք ու նմանվում ենք Տիրոջը, բայց մենք չենք հետ գնում, այլ առաջ ենք գնում դեպի Տերը։ Գնալով լավն ես, ավելի լավը դառնալով, ինչքան որ ճանաչում ես։ Փառքից փառք, հավատքից հավատք, զորությունից զորություն։ Ամեն։